300,000 ադրբեջանցիների գալու հետ կապված ուրեմն համից հարցնում եք, համ ուզում եք արձագանքեմ, համ էլ տարբեր տեսակ բաներ եք խոսում, եկեք sense մի հատ թեթև պարզաբանում անենք։ Ուրեմն ժողովուրդ ջան, ինչից է առաջացել ընդհանրապես այս խոսակցությունը։ Այս խոսակցության թեման վարչապետը վաղուց փակել է։ Ասեմ ոնց է բացվում, ասեմ ոնց է փակվում այդ խոսակցությունը։ Սովետական միության ժամանակ ընդհանուր խառը ապրել են, չէ՞, երկրները։ Մարդիկ իրար հետ շփվել են, ապրել են, ամեն մեկը ինչ որ միտեղ տենց հարմարված իրանց բնակավայրին այդ ժամանակվա։ Երբ որ արդեն սովետական միությունը փլուզվեց ու ձևավորվեցին պետությունները, 300,000 ադրբեջանցի, որ ապրում էին այս թևի վրա, մեր հետ, հայերի հետ, գնացին Ադրբեջան, բայց երբ որ դրա մասին է խոսք գնում, ինչի 120,000 արցախցիները չեն ներգաղթում Արցախ, քանի որ դա իրանց բնակավայրն է եղել, բայց նաև եկեք չմոռանանք, որ ինչի միայն Արցախ, կա նաև Նախիջևան, ու տենց կարանք լիքը շարունակենք, չէ՞։ Սենց է ուրեմն այս իրավիճակը, այս հարցը, որ փակում է մեր վարչապետը, այսինքն մենք չենք ասում գալիս ենք դե ապրենք, իրանք էլ չեն ասում գալիս ենք ստե ապրենք։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Երբ որ դուք հիմա ասում եք ինչի համար բա չեն գնում ապրեն իրենց բնակավայր, այդ ժամանակ անդեից հարց կարա բարձրաձայնվի, որ այդ դեպքում մենք էլ այդ ժամանակաշրջանում սովետական միության եղել է սա մեր բնակավայրը, մենք էլ գանք դե ապրենք։ Բնականաբար ոչ մենք ենք ընդունում, ոչ էլ մենք ենք թույլ տալիս։ Պարզաբանում եմ անում, հասկանում եք, sense մեր ձևով, սովորական մարդկային խոսակցական ձևով փորձում եմ բացատրեմ։ Ուրիշ տերմինոլոգիա չեմ կիրառում, որ ոչ մեկի համար դժվար ընկալելի չլինի։ Ոչ մենք ենք գնում, ոչ իրանք են գալիս, հարցը նման ձև փակվում է։ Այսինքն մենք չենք բարձրաձայնում այդ հարցը, իրանք էլ բնականաբար չեն կարող բարձրաձայնել իրանք ներգաղթի հարցը։ Իսկ երբ որ դուք անընդհատ փորձում եք շոշափել 300,000 ադրբեջանցիների գալու, ինչ եք փորձում դրանով, ինչ եք փորձում հասած լինեք։ Չեմ հասկանում էլ ինչ եք փորձում հասած լինեք։ Որ իրականում հա տենց ընդդիմադիր հայացքներով ինչ գնով էլ ուզում լինի հասնեք իշխանության, դա այդ հարցը։ Դրա համար ասում եմ, հիշեցնում եմ, մեր վարչապետի տեխնացուն, բոլոր վարչապետի տեխնացուներին հրավիրել է բանավեճի ուղիղ եթերով, որ բոլորս հնարավորություն կունենանք տենալու։ Ընդհանրապես 5 օր ժամանակ։ Ընդունեք հրավերները, եկեք այդ հարցերը քննարկեք, ու դե թող ոչ մեկ չփորձի ասի։ Գիտես ինքը հող ա տվե, մենք դրա համար չենք գա կամ մենք իրան դավաճան ենք համարում։ Ուզում ես, որ մարդիկ բոլորը իմանան դու ճիշտ ես, օրինակ դու վարչապետի տեխնացու ես։ Պարոն վարչապետի տեխնացու, բոլորդ համեցեք մեր վարչապետի տեխնացուի հետ, բանավիճեք, փաստեր արձանագրեք, լսեք պատասխանները։ Կլինի ուղիղ բանավեճ, մենք բոլորս ժողովուրդս ենք կնայենք, կհասկանանք ով է ճիշտ, ով է սխալ, ով որտեղ է խափում, ով որտեղ չէ խափում մեզ։ Ով է դավաճան, ով չի դավաճան, կամ ով պիտի լինի իրական մեր վարչապետը։ Պարզ ասում եմ, չէ, բոլորս ուզում ենք այդ ամեն ինչը հասկանանք։ Հերվից հեռու կարելի խոսակցություններ լինի։ Այսինքն դեմ արդեմ բանավեճ։ Ընդհանրապես 5 օր ժամանակ։ Եկեք բոլորս նայենք հասկանանք։ Իսկ ես ավելի քան վստահ եմ մեր վարչապետի տեխնացուի վրա, որ ինչ անում է արդարացված ու ճիշտ անում։ Եթե հակառակն եք պնդում, համեցեք, բոլորս է կնայենք։